Շնորհակալ կզրուցենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ։ Իրավական պետությանը։ Պարոն Գալստյան, երթի նպատակը ո՞րն է, ինչ խնդիր է փորձում լուծել Այն խնդիրը, որը այսօր ծառացել է ընդհանուր իրավական դաշտում, տեսնում ենք այս անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել, ոստիկանների այն արարքը, որը կիրառվել է Տիգրանի նկատմամբ, փոխանակ դատապարտեի ոստիկաններին մի քայլ առաջ է գնացել անպատժելիության մթնոլորտի առումով ստեղծման, ընդհանուր փաստաբանի վրա են փորձում ճնշումներ գործադրել, որ չպաշտպանեն շահերը հավուր պատշաճի, եւ այդ իսկ պատճառով մարդիկ հավաքվել են, համախմբվել են Տիգրանի եւ Ռոման Երիցյանի շուրջ փաստաբանի, որ թույլ չտան ոստիկանները իրենց անպատժելիությունը, իրենց ամենաթողությունը, այսպես կոչված այդ խոշտանգումները օր-օրի ավելացնեն եւ դուրս դառնա այնպես, որ ինչ ուզեն կանեն, քանի որ տեսնում ենք, որ իրավական առումով փաստաբանին ինչպես նշում է, բոլոր հիմքերը կան այդ ոստիկաններին ձերբակալության, հեռացման գործից, թեկուզ ծառայողական ինչ-որ ծառայողական նշանակելու առումով, բայց չեն անում, քանի որ երևի վերևից հրահանգավորված են, որ այո, իրենք պետք է ամեն ձև ճնշեն հասարակությանը եւ դրանով ցույց տան, որ իրենք են տերը այս երկրի, այն դեպքում, որ նրանք ժողովրդավարության քողի տակ, այսպես կոչված բռնապետություն են ստեղծել։ Դուք այստեղ հստակ միտում եք տեսնում կոնկրետ արցախցիների թիրախավորելու առումով, թե սա պարզապես Ես չէի ցանկանա այդպես մտածել, բայց կան այո նաև նման հիմքեր մտածելու, բայց տեսել ենք, որ ազգային ժողովի падգամավորի են ծեծի ենթարկում Հայաստանի Հանրապետության եւ ելի անպատժելիության մթնոլորտ։ Այսինքն սա համատարած է, սա արցախցու խնդիր չէ, մենակ սա հայի խնդիր է եւ ամբողջ հայազգը պետք է ոտքի կանգնի եւ ցույց տա, որ իրենք են տերը երկրի, այլ ոչ թե ոստիկանապետության ստեղծած Նիկոլ Փաշինյանը որոշի, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Կա օրենք եւ այդ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, բայց տեսնում ենք, որ ցավոք սրտի այդպես չէ, իրավական համակարգը արդեն անպատժելիության մթնոլորտում թույլ է տալիս խոշտանգումներ քաղաքացիների նկատմամբ, որի դեմը օր առաջ առնել է պետք։ Այսպիսի ակցիաները հնարավոր է այդ ամենի դիմացն առնել, եթե այդպես եք նկարագրում։ Համենայն դեպս սա փորձ է ցույց տալ, որ ժողովուրդը իր իրավունքներին տեր են եւ չեն հանդուրժելու հետագա այդ քայլերը, որոնք փորձում են անել թե Տիգրանի հանդեպ, թե Ռոմանի հանդեպ։ Շնորհակալ։